Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր պատրաստում եմ շատ համեղ տորտ կլեոպատրա շոկոլադե սրճային շերտերով եւ շատ նուրբ կրեմով։ Եվ առաջի բիսկվիտը կակաոյով է լինելու, 3 ձու եմ ավելացնում, մի փոքր աղ, ավելացնում եմ 100 գրամ շաքարավազ եւ հարում եմ մինչ զանգվածը չավելանա 2-3 անգամ։ Այսպիսի զանգված է ստացվում։ 30 գրամ կակաո է, ես ավելացնում եմ 70 մլ ջուր, խառնում եմ լավ։ Եվ այս զանգվածին հարելով ավելացնում եմ 30 գրամ հալածրած կարագ։ Ավելացնում եմ կակաոյի փոշին խառնած ջրի հետ։ Եվ 110 գրամ ալյուրին ավելացնում եմ 1 թեյի գթալ փխրեցուցիչ եւ աստիճանաբար ավելացնում եմ զանգվածին։ Ավելացնում եմ նաեւ վանիլին։ Այսպես զանգվածը պատրաստ է, արդեն կտեղափոխեմ սկուտեղի մեջ, չափը սկուտեղի 20-30 սանտիմետրի վրա է։ Ուղարկում ենք նախապես տաքացրած մինչ 170 աստիճան ջեռոցը մոտավորապես 20 րոպեով։ Այսպես առաջին բիսկվիտը պատրաստ է, առաջին շերտը պատրաստ է, կպատրաստեմ հիմա երկրորդը։ Եվ նույն եղանակով պատրաստում եմ երկրորդ բիսկվիտը, ուղղակի այս շերտը լինելու է լուծվող սուրճով, ես պատրաստում եմ կապուչինոյով, 3 ձու, 100 գրամ շաքարավազ եւ նորից հարում եմ մինչ զանգվածը չավելանա 2-3 անգամ։ Նախապատրաստել եմ սուրճը, այստեղ 10 գրամ կապուչինո է եւ 50 մլ ջուր, խառնում եմ, թողնում եմ, զանգվածին ավելացնում եմ 30 գրամ հալածրած կարագ։ Ավելացնում եմ սուրճը նորից խառնելով, ավելացնում եմ վանիլինը եւ 120 գրամ ալյուրին ավելացնում եմ 1 թեյի գթալ փխրեցուցիչ։ Եփովի կրեմն եմ պատրաստում 1 ձու, 150 գրամ շաքարավազ, 1 ճաշի գթալ ալյուր կամ օսլա։ Լավ խառնում եմ եւ աստիճանաբար ավելացնում եմ 300 մլ կաթ։ Այս զանգվածը ուղարկում եմ կրակի վրա, անընդհատ խառնելով, եփում եմ, ամենավերջում արդեն որ պնդանա զանգվածը ավելացնում եմ վանիլին, անջատում եմ, փակում եմ սննդային թաղանթով եւ թողնում եմ, որ սառի։ Եվ պատրաստում եմ կրեմը, այստեղ 500 գրամ մասկարպոնե եփած կրեմը ավելացնում եմ եւ 30 գրամ կակաո։
Կրեմը պատրաստ է, շատ համեղ կրեմ է ստացվում պաղպաղակի համով։ Արդեն սկսում եմ հավաքել տորթը։ Առաջի շերտը կակաոյով շերտն է։ Ուտել եմ կակաո, մի փոքր քաղցրացրել եմ եւ թրջում եմ բիսկվիտը։ Կրեմը հավասարաչափ կիսում ենք 3 մասի եւ առաջի շերտի վրա արդեն տեղադրում եմ կրեմը, պատում եմ կրեմով։ Այսպես պատրաստեցի առաջին շերտը, կրեմը տարածեցի եւ հիմա վերցրել եմ թխված կաբլիթները, թրջում եմ կակաոյի մեջ եւ սա երկրորդ շերտն է։ Այսինքն հավասարաչափ վրայով շարում եմ։ Երկրորդ շերտն է թխված կաբլիթի, հարկավոր է 210 գրամ թխված կաբլիթ եւ հիմա կքսեմ կրեմով։ Եվ սա վերջին սրճային շերտն է։ Թրջում եմ կակաոյով։ Վերջին շերտն է, պատում եմ կրեմով, ամբողջ կրեմը արդեն տեղադրում եմ Տորթը արդեն պատրաստ է, եթե երեկոյան եք պատրաստել, կարող եք ամբողջ գիշեր տեղադրել սառնարանում, իսկ եթե ցերեկը կամ առավոտյան մի քանի ժամով ուղարկում ենք սառնարան։ Վրայից կարող եք զարդարել ըստ ձեր ճաշակի եւ պատել կակաոյի փոշիով։ Ես ուղարկում եմ սառնարան մի քանի ժամով։ Տեսնում եք շատ հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ, նուրբ, բերանում հալչող խմորեղեն է ստացվում տորտ Կլեոպատրան։ Իսկ ես մաղթում եմ բոլորին բարի ախորժակ, բաժանորդագրվեք իմ ալիքին, լայք դրեք, եթե հավանեցիք այս բաղադրատոմսը, մինչ նոր հանդիպում։